Դա առաջինն է։ Այո, փաստաբանական պալատը ձեր դուրս գալուց հետո բավականին լուրջ ու մեծ կորուստ է ունեցել։ Ինձանից աճ գտնվող մեր գործընկերները քաղաքական առումով հետագայում եթե կարիք լինի բախ չեն ունենալ ազատիչ, այսպես ասած ազատարար Արամ Վարդևանյանի կարիքը որպես քաղբանտարկյալներ, որովհետև չէ, ձեր իմացածը չի, որովհետև ուժեղ Հայաստանում քաղբանտարկյալ հասկացությունը նույնիսկ կարիք կլինի պարոն Աջարյանի պարրաններից դուրս անել, ինչև է։ Առաջի հարցս վերաբերում է հենց այդ հանգամանքին, քանի որ ձեր մոտ շատ լավ ու իդեալական ստացվում էր նվազագույնը քաղաքական գործերով, ունենալ միշտ լավ արդյունք, ինչ եք կարծում որպես փաստաբան, արդյոք ձեր արդյունավետությունը ավելի շատ էր, թե ազգային ժողովում գտնվելու պարագայում, դա մեկ, եւ երկրորդ, դիցուկ ընդունենք դուք լինում եք ազգային ժողովի փոխնախագահներից մեկը, իմանալով իմ կարծիքը պետական փողերի անիմաստ վատման, անիմաստ ծախսման առումով, ինչ եք մտածում ծառայողական, օրինակ մեքենա ունենալու մասով, եւս երրորդ փոքրիկ արդեն արձագանքի ժամանակ կասեմ։ Շնորհակալ եմ, ըստ էության փաստաբանական գործունեության ընթացքում արդյունավետ եմ եղել թե ոչ, թող գործընկերները այն անձինք, որոնք վստահել են ինձ իրենց շահերի պաշտպանությունը, հանրային ճանաչում ունեցող եւ հանրային ճանաչում չունեցող մեր հայրենակիցները իրենք կտան գնահատականը։ Արդյոք կկարողանամ արդյունավետ լինել որպես պատգամավոր, անկեղծորեն եմ ասում, հույս ունեմ, որ կկարողանամ, որովհետև ժամանակահատվածը եւ ժամանակաշրջանը, որում հիմա գտնվում ենք, չափազանց պատասխանատվություն ենթադրող է, չափազանց բարձր պատասխանատվություն ենթադրող է, անհանգստություն ենթադրող է։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունում մեր հայրենակիցների ստվար զանգվածը ներքին այդ անհանգստությունը չունի։ Ես հատուկ ուզում եմ ընդգծել, նշվածը չեմ ասում այն իմաստով, որ մեր հայրենակիցները պետք է ծանրություն ունենան իրենց առօրյայում։ Ես պատկերացնում եմ, որ պետական իշխանության առաջնային գործառույթը պետք է լինի մարդկանց կյանքի որակը եւ մթնոլորտը փոխելու մասին։ Բայց արդյոք կարող ենք անտեսել, թե ինչ ծանր ժամանակահատված ենք տեսնում։ Հատկապես 2020 թվականից մինչ օրս չենք կարող անտեսել։ Հիմա կլինեմ արդյունավետ թե ոչ, առաջ ասված լինենք արդյունավետ։ Ուժեղ Հայաստան խմբակցությունը լինի առավել արդյունավետ, այնպես ինչպես մեր հայրենակիցները պատկերացնում են, այնպես ինչպես այդ պատասխանատվությունը մենք գիտակցում ենք։ Ծառայողական ավտոմեքենա կամ նման ծախսերի հետ կապված, շատ անկեղծ ասեմ, երևի ժամանակին, երբ ծառայողական ավտոմեքենայի ինստիտուտը ստեղծվել է, Հայաստանի Հանրապետությունում օրինակ քչերն էր, որ սեփական իրենց ավտոմեքենան ունեին։ Եվ հաճախ մարդիկ, որոնք օգտվում էին ծառայողական ավտոմեքենայից, իրենք իրենց սեփական ավտոմեքենան չունեին, իրենց սեփական տրանսպորտային միջոց չունեին։ Ես ունեմ։ Հայտարարագրում էլ կա, 2 հատ ունեմ տրանսպորտային միջոց, դա էլ ասեմ։ Մոդելների վերաբերյալ եթե հարց լինի, դա էլ հետո կպատասխանեմ։ Առնվազն կարող եմ ասել, ծառայողական ավտոմեքենայի կարիք չունեմ, հրաժարվելու եմ, նաև կարծես թե նշվածը խմբակցության դիրքորոշումն է։ Հետևաբար այս մասով էլ հետևյալը կասեմ, եւ կարծում եմ իդեպ նշվածը կարող է լինել ելակետ ընդհանուր առմամբ։ Այսինքն կներեք արտահայտությունը այդպես ձևակերպեմ, որ մեր հայրենակիցների կողմից էլ է այդ տերմինը միշտ օգտագործվում, այդ պատավատը ոչ մի բան չի փոխում մարդու կյանքում։ Այսինքն բան չի տալի։ Եթե մեքենան ունես, լավ է, ինչի համար մի հատ էլ պետական միջոցը դրա համար ծառայեցվի։ Երևի պարզ բանաձև է։ Արձագանք։ Պարոն Վարդևանյան, մենք ընտանիքներով իրար ճանաչում ենք, երևի թե արդեն քիչ ավել մի քիչ պակաս 10 տարի։ Ու դուք ձեր խոսքում մեր քննարկումների ժամանակ միշտ ասել եք, որ ընտանիքը պետության հիմքն է, լավ ընտանիքը պետության հիմքն է։
Ճիշտ ասած, իմ համար մի քիչ նեղվելու է, որ այսօր իմ ադաշի ծննդյան օրն է ու դուք այս ամբիոնից չեք շնորհավորում ու չեք անդրադառնում այդ թեմային։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ ձեր արձագանքի համար, առիթը օգտագործեմ։ 2016 թվականին օգոստոսի 6-ին ծնվել է իմ առաջին զավակը Ռուբեն Վարդևանյանը։ Ռուբ ջան, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր, խելոք բալիկ լինես, մամային, պապային լսես, Աստված պահապան բոլոր երեխաներին։ Ադաշը Շնորհավորում ենք, պարոն Շնորհակալ Վարդանյան։ Սուզաննա Ավետիսյան։ Շնորհակալություն։ Պարոն Վարդևանյան, ձեր ելույթի մեջ այսօր շատ կարևոր երկու փաստ նշեցիք, դա խոսեցիք